Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ+-ի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է երգահան, երաժիշտ Վահան Արծրունին, շնորհակալություն Վահան։ Ես եմ շնորհակալ։ Մշակույթի նախարարը փոխվեց։ Դա կարևոր իրադարձություն է ձեզ համար։ Իհարկե, որովհետև յուրաքանչյուր մշակույթի նախարար հեռանալով նաև այսինքն միայնակ չի հեռանում, նա հեռացնում է տեսադաշտից իր տեսլականը, իր թիմը եւ իր կապերը։ Եվ այդ առումով իհարկե որոշակի սպասումներ ես ունեմ։ Հա, ինչ տեսլական էր, ինչ կապեր էին նախորդ նախարարի մոտ, խոսքը անձերի մասին չի, խոսքը մեխանիզմների չէ մասին է, եւ ինչ եք սպասում նորից։ Կարծում եմ հիմնական տեսլականը, այսինքն պետք է դատենք ըստ իրենց գործունեության իհարկե։ Հիմնական տեսլականը եւ նպատակը եւ առաքելությունը իմ կարծիքով բյուջետային հնարավորությունների վերաբաշխումներ այնպես, որ հնարավորին չափով ապահովի մի սկզբունք, հիմնական մի սկզբունք, պրոտեկցիոնիզմ։ Այսինքն թիմի մասնակիցները, այդ հսկայական շրջանակի մասնակիցները, որոնք որ հաստիկային արվեստագետներն են, այսինքն նրանք ովքեր որ ստանում են աշխատավարձ Նախարարությունից, պետությունից, որոնք որ նախարարության վերահսկողության տակ են բնականաբար։ Այս տիրույթում ստեղծվում է որոշակի իրականություն, որոշակի սեգմենտավորում եւ որոշակի վերաբաշխում եւ ֆինանսական հնարավորությունների եւ կապերի եւ մնացած ամեն ինչը, որովհետեւ մեծ այդտեղ սպեկտր է, այսինքն սկսած աշխատավարձերից վերջացրած յուրախաղերով դրսում եւ այլն։ Լավ, բայց ինչ պիտի անի։ Ինձ տալիս են 100 ռուբլի, հա։ Ես պետք է բաշխեմ այդ 100 ռուբլին իմ ճաշակով, իմ մտածելակերպով, իմ իմացած մարդկանց։ Էլ ինչ պիտի անեմ։ Գոյություն ունի օրենք մշակույթի մասին, այսինքն միակ օրենքը, որ 2002 թվականին ընդունվել է, Մեր բոլոր օրենքները դա սրբորեն կատարվում է իհարկե։ Այսինքն սա միակ փաստաթուղթն է, որը մեզ համար հենարան կարող է հանդիսանալ։ Այսինքն մենք պիտի հասկանանք, որ չնայած քմահաճույքին տրված ոլորտներ են սրանք, բայց նաև կա օրենք, որը պետք է որ համակարգեր հարաբերությունները այս ոլորտում։ Օրենքը, եթե դուք կարդաք այդ օրենքը, կհասկանաք, որ միանշանակ խոսում է արվեստագետի օգտին։ Այսինքն օրենքը նկարագրում է պետության պարտավորությունները արվեստագետի համար։ Օրենքը տալիս է գարանտիաներ կրթություն ստանալու, օրենքը գարանտիա է տալիս զարգացման արվեստի եւ ստեղծագործության եւ նաեւ օրենքը հնարավորություն է տալիս այն պրոպագանդելու երկրի ներսում եւ երկրից դուրս։ Հիմա մշակույթի նախարարությունը ըստ այդ օրենքի պետք է զբաղվեր ընդհանուր դաշտով, որովհետեւ բացի հաստիկային արվեստից գոյություն ունի ազատ արվեստի դաշտը։ Ես հաստիկայինը չեմ հասկանում, Վահան, հաստիկայինը, այսինքն մարդիկ, որոնք որ աշխատում են պետական կոլեկտիվներում, որոնք որ, այսինքն մշակույթի նախարարության ցանկի մեջ են։ Սկսած երգչախմբերից, վերջացած սիմֆոնիկ նվագախմբերով, տարբեր անսամբլներով եւ այլն։ Նման բան գոյություն ունի։ Բայց դրանից բացի նաեւ գոյություն ունի ազատ արվեստի դաշտ, ազատ արվեստի սեգմենտ, որը ներառում է, ենթադրենք, շրջանավարտներին, ստեղծագործական բուհերի եւ ինչպես նաեւ ենթադրվում է այդտեղ հսկայական բանակի ներկայությունը ազատ արվեստագետների, որոնց, այսպես ասած, ներկայացուցիչը ձեր առջև է նստած։ Եվ ձեզանով ինչպես պետք է զբաղվի մշակույթի նախարարությունը։ Նա պետք է համակարգի հարաբերությունները այնպես, որ ես հնարավորություն ստանամ ազատ զբաղվեմ արվեստով, զարգացնեմ իմ ստեղծագործությունը եւ ներկայացնեմ այն։ Այսինքն պետք է ինձ համար հնարավորություններ ստեղծի։ Օրինակի համար դրսում գոյություն ունի self-employer հասկացողություն, այսինքն այդ արվեստագետները, այո, այդ արվեստագետները արտոնյալ են։ Այսինքն երբ որ դու հայտարարում ես, որ այդ կարգավիճակը ունես, դու որոշակի արտոնություններ ունես, դու ազատված ես որոշակի հարկերից, քո հնարավորությունները վարձակալման, ենթադրենք թեկուզ վարձակալման, դահլիճների վարձակալման շատ ավելի լայն են եւ դու հսկայական զեղչեր ունես այդտեղ։ Եվ նաեւ ներկայացնելու արվեստը եւ պրոպագանդելու դու որոշակի հնարավորություններ, կվոտաներ կան։ Դա ձեր ասած օրենքում գրված է։ Օրենքը երաշխավորում է դա։
Այսինքն այդ օրենքից բխող օրենքը պետք է լիներ արվեստի մասին օրենքը, կինոյի մասին օրենքը, թատրոնների մասին եւ բուն մշակույթի նախարարության մասին օրենքը։ Խնդիրը նրանում է, որ 2002 թվականից այդ գործընթացը, օրենսդրական գործընթացը դադարեցված է։ Այսինքն այդ օրենքից որևէ այլ օրենք չի բխել, որը որ կպաշտպաներ ինձ, որը որ իմ քաղաքացիական նկարագիրը կտար ըստ օրենքի։ Չէ՞ որ ես վերջիվերջո հարկատու եմ։ Եվ այդ խառնաշփոթը, որ հիմա գոյություն ունի այս ոլորտում, այսինքն դու տալիս ես համերգ, ստանում ես եկամուտ, պետք է հարկերը վճարես, որպես ով, որպես անհատձեռներեց, որպես ՍՊԸ, թե որպես ով, որովհետև որպես ֆիզիկական անձ դու այդ գործունեությամբ զբաղվելու իրավունք չունես։ Մենք մի 4 տարի առաջ խոսում էինք դրա մասին։ Այո։ Ոչ մի բան չփոխվեց։ Ոչ։ Գործառույթների մասին, հա, մեդալներ, շքանշաններ, վաստակավորի եւ այլն կոչումներ, դա մշակույթի նախարարության ֆունկցիաների մեջ է, թե չէ։ Ըստ կարգի, ինչքան գիտեմ, այո, այսինքն համակարգող ներկայացնողը ոլորտը վերահսկող տեսչությունն է։ Այսինքն եթե մշակույթի ոլորտում, ամառվեստի ոլորտում տրվում է շքանշան կամ պարգև, ներկայացնողը ըստ օրենքի պետք է լինի այդ հաստատությունը, այդ ինստիտուցիան։ Եվ կարգը հետևյալն է, այսինքն կարծեմ վաստակավորի համար դու 3 ուրեմն պետք է 3 անձից, որը որ քեզանից ավելի մեծ վաստակ ունեն, այսինքն ժողովրդական արտիստների կողմից կամ 2 թե քանի ես այդ մանրամասները չգիտեմ վաստակավորներից պետք է երաշխավորագիր ներկայացնես։ Այսինքն որ դու հենց այն անձն ես, որը ունի այն արժանինքները, որ կարող է գնահատվել։ Սովետի հոտ չի գալիս դրա։ Դա հենց սովետական դրվածքի հետևանք է։ Բայց նաև կա մի այլ իրականություն, որ մեր պետության մեջ այդ բոլոր կոչումները վերաբաշխվում են ըստ որոշակի սկզբունքի։ Այսինքն այդ սկզբունքը լոյալությունն է իշխանությունների նկատմամբ։ Այսինքն իրական վաստակի մասին, իրական գեղարվեստական արժեքի մասին, այդ մարդկանց գործունեության խոսք չի գնում այստեղ։ Աշոտ Աղաբաբյանը նկարիչ երբեք չի ստանա ոչ մի բան, որովհետև նա անդիմադիր հայացքներ ունի։ Գիտեք, ժամանակ առ ժամանակ իրենք նաև տալիս են այդ կոչումները մարդկանց, որոնք որ իսկապես այսինքն ակնհայտ է իրենց նշանակությունը արվեստի։ Օրինակ Սերգեյ Խաչատրյանը, Նիկոլ Աղաբաբյանն էր խառնեցիան։ Ստացել է այդ կոչումը։ Այսինքն ժամանակ առ ժամանակ այդ շարքում հայտնվում են իրապես արժանինքներ ունեցող անձինք, բայց հիմնականում ասենք մեր բոլոր աչքի առաջ է, որ այդ շարքը այսինքն ինչ որակներով է։ Իսկ գուցե այդ ընդհանրապես այդ կանտորան փակվի, այսպես ասած, հա։ Գիտեք, մի քանի օր առաջ Հայաստանում ճապոնական նո թատրոնի հյուրախաղերն էին։ Եվ տրուպայում, այսինքն դերասանակազմի մեջ կար մի անձ 50 տարեկան, այսինքն իմ հասակակիցն էր, որը կրում էր հետևյալ տիտղոսը. ոչ նյութական արժեքի կրող եւ պահպանող։ Շատ լավ է։ Այսինքն Ճապոնիայում գոյություն ունի նման տիտղոս, որը տրվում է մարդուն, այսինքն դա որոշակի նաեւ ֆինանսական աջակցություն է, կոպիտ ասած պենսիա է որոշակի, որը թույլ է տալիս այդ մարդուն չմտահոգվել սոցիալական խնդիրներով կամ որևէ այլ խնդիրներով։ Դա իրենց մշակույթի նախարարությունն է տալիս։ Նա մշակույթի նախարարությունն չի տալիս, իրենց կառավարությունն է տալիս։ Կարծեմ իրենք չունեն մշակույթի նախարարություն, ինչպես նաև Միացյալ Նահանգներում չկա մշակույթի նախարարություն։ Ոչինչ ապրում են, չէ՞։ Միացյալ Նահանգներում գոյություն ունի վերջերս շատ, այսինքն լայն գովազդում ստացած կոնգրեսի ուրեմն կարծեմ բարձրագույն պարգևն է, ոսկե մեդալն է կոչվում կամ ոնց ես չգիտեմ ինչ է դա, բայց սա շատ շքեղ, այսինքն պետության առաջին դեմքերի ներկայությամբ արվող եւ համարվում է ազգային պարգև, այսինքն նշանակություն են տալիս արտիստներին բոլոր ոլորտներից, կինոից սկսած ընդհանուր մինչև երաժշտություն եւ ուղակի մեծարում է գնում այդ արտիստների, որոնք որ իրենք ներկայացնում են պարգևը դեռ ես հասկանում եմ, բայց վաստակավորն ու ժողովրդականը դա պետք էր սովետի ժամանակ, որպեսզի մարդկանց աշխատավարձ տան, չէ՞, նյութական ինչ որ բաներ տալիս։ Սովետի ժամանակ դա, այսինքն սա նաև ազդակ էր հանրության համար, որ այսինքն մենք մանիֆեստացիա ենք անում, թե SSS մարդկանցով է
մեր արվեստը եւ այս ֆորմատի մեջ պետք է ընկալեք եւ ընդունեք մեր սովետական արժեհամակարգը։ Այսինքն նույն ֆունկցիան, երբ որ դուք տեսնում եք, որ տեղափոխվել է սովետական շրջանից ազատ եւ անկախի, այսինքն որևէ փոփոխություն սկզբունքների եւ մոտեցումների մեջ չեք տեսնում, սկսում եք նոր մտածել եւ հարցեր տալ ինքներս մեզ։ Մի հարց քննարկվեց, հա, կառավարության ժամանակ, որտեղ նախին նախարարը դիմադրում էր, չգիտեմ ով էր ճիշտ, մշակութային հուշարձանները պետք է պահպանի մշակութային նախարարությունը, թե քաղաքաշինության կոմիտեն։ Ճիշտ ասած, ես, այսինքն եթե այդ մեխանիզմը պահպանման գոյություն ունի, այսինքն եթե ինքը գործող մեխանիզմ է։ Անակ փակ շուկան ով է պաշտպանելու։ Կամ այդպիսի դեպքերի ժամանակ։ Դե նայեք, ինքը քանի որ մեխանիզմը թերի է, այսինքն չի աշխատում։ Մենք տեսնում ենք ինչպես է նա աշխատում։ Ես մի մեծ այսպես տարբերություն չեմ տեսնում, այսինքն եթե մեխանիզմ գոյություն չունի, ոչ մեքենայի մեջ որ դնես, ինքը չի աշխատի, այսինքն ինչ անվանում փակցնես նրան, այսինքն իրապես ինչ պետք է փոխվի։ Ես մեծ տարբերություն չեմ տեսնում։ Երևի մասնագետները, ճարտարապետները եւ այլն շինարարները տեսնում են նրբությունների մեջ տարբերություններ, բայց ինձ համար որպես այսինքն քաղաքացու համար տենց ես պետք է, այսինքն պետք է ինչ-որ խորանամ, որպեսզի հասկանամ, որ ես Facebook-ով հետևում եմ Հմեկով մի հաղորդաշարի մասին, շատ խիստ բաներ են մարդիկ գրում, չգիտեմ ով է ճիշտ, որովհետև ոչ անոնսն եմ տեսել, ոչ հաղորդումը։ Մշակույթի նախարարությունը այստեղ գործ ունի, պիտի խառնվի, թե չէ, տեսականորեն։ Ընդհանրապես մշակույթի նախարարությունը կարծում եմ իմ պատկերացմամբ այն հանգույցն է պետության մեջ, որը պետք է համակարգի հարաբերությունները։ Այսինքն նա պետք է ստեղծի դաշտ, որի մեջ նախ եւ առաջ հավասար պայմաններ կլինեն եւ այդ դաշտը ուղղորդի դեպի որոշակի արժեհամակարգ։ Եվ բնականաբար նա պետք է ունենա որոշակի լծակներ պրոպագանդայի միջոցների վրա, ԶԼՄ-ների վրա ազդելու։ Ինչքան ես գիտեմ, մշակույթի նախարարությունը այդ խողովակները չունի եւ այդ լծակները չունի ազդելու։ Ինչպիսի լծակներ։ Ես օրինակ եթերում եմ։ Կառավարական լծակներ։ Հա, ես եթերում եմ մասնավոր հեռուստատեսությունում, այս պահին, եւ սկսում եմ վատ բանաստեղծություն արտասանել։ Ինչպես է գալու մշակույթի նախարարության տեսուչը գալու է ձենը կտրելու է, ինչ է անելու։ Չէ, մշակույթի նախարարությունը կարող է հանրային քննարկումների մեջ մասնակցել եւ իր տեսանկյունը հայտնել։ Մենք շատ լավ գիտենք, որ մասնավոր սեկտորում մեզ մոտ կա այն ժամանակին Ալեմեն հարճակ հիշում եք, որը պարզապես գովազդում էր հակարժեքային համակարգ ներկայացուցիչներին, պարգևներ էր տալիս, հիշում եք, զմրուխտներ եւ այլն, աստղեր եւ այլն եւ այլն։ Կան նաեւ կան մի քանի ԶԼՄ-ներ, որոնք որ բուծում են այսպես ասած աստղերին, որոնք որ որոշ ժամանակ հետո տեղափոխվում են Հայաստանից Լոս Անջելես կամ Սփյուռք եւ այդտեղ սկսում են անցնում են իրենց բարգավաճման այսպես ասած բանի մեջ։ Այս պարագայում մենք երբեք չենք լսել մշակույթի նախարարության վերաբերմունքի որևէ դրսևորման մասին։ Այսինքն ինչպես է նա գնահատում այս ամենը, արդյոք ունի խորհուրդ, էքսպերտային խորհուրդ, որը կարող է եզրակացություն տալ եւ բնութագրել այդ երևույթը, եւ արդյոք մշակույթի նախարարությունը երբևիցե իր նման ազդակներով փորձել է ներազդել հասարակական կարծիքի վրա։ Դա չի դիտվի որպես գրականություն։ Կարծում եմ ոչ, եթե դա խորհրդատվական բնույթ կրի, ոչ պարտադրողական, չէ, բայց համենայնիվս հանրության համար եւ գոնե մտավորականության համար այն մտահոգությունը, որ մշակույթի նախարարությունը աշխատում է արվեստի դեմ կամ ոչ թե արվեստին ծառայելու ֆունկցիան է կատարում, այլ իշխանություններին կամահաճ լինելու իր ստանձնած պարտավորությունները, այդ զգացողությունը գոնե մենք չենք ունենա։ Ընդհանրապես այդ պրոյեկտի մասին դուք ինչ որ տեղեկություններ ունեք Հմեկի այդ պրոյեկտի մասին։ Ես միացել եմ Հասմիկ Պապյանի կոչին, շատ ակտիվորեն եմ միացել։ Նայել եք այդ հաղորդաշարը։ Չէ, ես ընդհանրապես հայկական հանրային հեռուստատեսությունը մի տարուց ավել չեմ դիտում, այսինքն
դիտել եմ այդ գովազդող տեսահոլովակը, ուր ժյուրի անդամներից մեկը Ռաբիս երգիչ էր, անունը չեմ հիշում, որը որ ուրեմն նստած մաստեր կլաս էր տալիս, խորհուրդներ էր տալիս։ Ոնց պիտի կլկլացնեն, այսպես ճիշտ ձևը կլկլացնելու եւ զարմանալին նա էր, որ ամբողջ այդ գովազդային հոլովակը ավարտվում էր այդ երգչի կատարումով, այսինքն այդ կերպ փաստվում էր իր ներկայությունը այլևս փաստվում էր իր ներկայությունը մշակութային դաշտում, այսինքն նա ստանում է որոշակի ստատուս Արթուր Գրիգորյանի, Նադեժդա Սարգսյանի եւ երրորդ անձին չեմ հիշում ով է, բայց այսինքն իրենց ներկայությամբ իրենք փաստում են իր լինելու, դաշտում լինելու անհրաժեշտությունը, կարևորությունը եւ նշանակությունը։ Եթե դա լիներ ոչ թե համեկա այլ մասնավոր հեռուստատեսություն, այդպիսի աղմուկ չէր բարձրանա։ Կարծում եմ, այո, այսինքն Հասմիկ Պապյանը հատուկ շեշտ դրել էր իր կոչի մեջ այդ հանգամանքի վրա, որ սա հանրային է։ Այսինքն հարկատուների փողերով աշխատող։ Այո, այսինքն այստեղ քմահաճույքների, նախասիրությունների կամ ներքին մղումների ոլորտը չէ։ Այստեղ պետք է գոյություն ունենա որոշակի գեղարվեստական, գեղագիտական նիշ, որին պետք է ծառայի հեռուստատեսությունը։ Այսինքն հեռուստատեսությունը պետք է ոչ թե ընդառաջ գնա հանրությանը, ճաշակի, գեղարվեստական ճաշակի առումով եւ բովանդակային արվեստը ներկայացնելը, հակառակը պետք է մշտապես բարձրացնի այդ նիշը, որպեսզի ուղղորդի հանրությունը դեպի արժեքավորը։ Դառնալով մշակույթի նախարարությանը, օրինակ, չգիտեմ, ռեստորանում թուրքական երգ է հնչում հայկական բառերով, որը իսկապես հնչում է, հա։ Ինչ պետք է անի մշակույթի նախարարությունը, հայտարարի, որ դա վատ է։ Նայեք, օրինակ Ֆրանսիայում մշակույթի նախարարությունը որոշակի օրենք է հաստատել, որը արգելում է ռադիոեթերում այլազգի երաժշտության հեռարձակումը։ Այսինքն ընդամենը 15% եթերային ժամանակի կարող է տրամադրված լինել ոչ ֆրանսիական երաժշտության։ Նույնիսկ Բեթհովենին նշանակություն չունի, ոչ ֆրանսիական երաժշտությանը։ Այսինքն ընդամենը 15% է եթերի պատկերացրեք։ Մնացած ամբողջ ժամանակը յուրաքանչյուր ԶԼՄ պարտավոր է, եթե նա հեռարձակում է երաժշտություն, պարտավոր է հեռարձակել ֆրանսիական նյութը։ Այո։ Այսինքն մշակույթի նախարարությունը այդ երկրում մտահոգված է մշակութային իրականությամբ, մտահոգված է այն ասիմիլյատիվ պրոցեսներին, որը ներազդում են ֆրանսիական մշակույթի վրա դրսից եւ արդեն ներսից, որովհետեւ գիտեք, այդ պոլիէթնիկ կամ պոլիկուլտուրային ուրեմն դոկտրինայի հաստատումից հետո այդ վտանգների, այսինքն այդ մարտահրավերները, այսինքն իրենց նշանակությունը, այսինքն շատ ավելի խիստ է գիտակցում հանրության մեջ եւ իր նաեւ լծակները եւ հնարավորությունները ունի վերդիկներով, այսինքն դիրեկտիվ մեթոդներով ներազդելու ուրեմն իրավիճակի վրա։ Այսինքն ազատ լիբերալ երկրում։ Այո, նույնը Ավստրիայում է, նույնը Գերմանիայում։ Նրանք հակազդում են միայն երաժշտությանը, որովհետև ինչքան ես նայում եմ գերմանական կամ չգիտեմ ֆրանսիական կանոնները, երբ եմ դեռ եմ լսում, հա, այնտեղ ամերիկյան ֆիլմեր են պարզապես ֆրանսերեն թարգմանած։ Ես ինչքան գիտեմ Գերմանիայում կա նաև օրենք, որը սահմանափակում է այլազգիների կինոցուցադրումները։ Այսինքն, եթե դուք կինոթատրոնի տերն եք, դուք որոշակի պարտավորություններ եք ստանձնում։ Իսկ եթե տելեիտերն է։ Նաև ծելեի կարծեմ։ Գերմանիայում ես հստակ թվերը չեմ հիշում, բայց այդ երկրներում, որտեղ որ հստակ է ալգորիթմը աշխատում, այսինքն ազգային արվեստի ալգորիթմը հստակ նկարագրված է, նաև օրենքով իրենք պաշտպանում են այդ բանաձևը։ Մենք չենք կարող համեմատել, հա, Գերմանիայի, այնտեղ կա մշակույթի նախարարության ստերեոտիպ, չէ՞, մշակույթի նախարարությունը ցան բյուջեն, հա, Հայաստանի մշակույթի նախարարության բյուջեի հետ։ Այդ սուղ բյուջեով ինչ է հնարավոր անել։ Այդ սուղ բյուջեով իմ կարծիքով մշակույթի նախարարությունը պետք է անի մի բան։ Պետք է մշակվի օրենք, որը հնարավորություն կտա
յուրաքանչյուր արվեստագետին կամ յուրաքանչյուր մեկին, ով ուզում է զբաղվել արվեստով, ստեղծագործությամբ, հավասար պայմաններ ունենալ եւ այդ պայմանները իրագործել մեր երկրում։ Այսինքն մշակույթի նախարարությունը պետք է հրաժարվի բյուջետային վերաբաշխումից։ Այո, գոյություն ունեն տիտուլային ուրեմն հաստատություններ, այսինքն օպերային թատրոնը, սիմֆոնիկ նվագախումբը, մեր կապելլան, այսինքն պատմականորեն հաստատված այսպես ասած ինստիտուցիաներ կան, որոնք որ աշխատում են ի պատիվ մեր հանրապետությանը, մեր մշակույթին, բայց մնացած ամբողջ դաշտը, ազատ դաշտը պետք է լինի հավասար պայմաններում եւ դրա համար մշակույթի նախարարությանը անհրաժեշտ է պարզապես լուրջ գրագետ իրավաբանների մի խումբ կազմել, որը կնախապատրաստի այդ օրենքը, կանցկացնի այդ օրենքը եւ այլևս մշակույթի նախարարության կարիքը որպես ինստիտուցիայի մենք չենք ունենա։ Ահա։ Այսինքն դուք կողմ եք, որ ի վերջո այդ հիմնարկը այդ նախարարությունը փակվի։ Ոչ միայն ես եմ կողմ, այլ իր ինտերվյուում Արմեն Ամիրյանը, նորանշանակ մշակույթի նախարարը հայտարարել է, որ իր աշխատանքի գագաթնակետը պետք է լինի մշակույթի նախարարության լուծարումը։ Բրավո, շատ լավ նպատակ է։ Ինչի հետ ես համաձայն եմ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Իմ զրուցակիցն էր երգահան երաժիշտ Վահան Արծրունին, մենք հանդիպենք վաղը, ցտեսություն։